Տիկին Անդրեասյան, նախագծի հետ կապված մի հարց ունեմ, այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին առաջին նախագծի հետ կապված, արդյոք ստորջրյա ժառանգության հետ կապված, արդյոք այդ կոնվենցիային միանալով դա մեզ հնարավորություն կտա Վանա լճի տակ Ուրարտական ամրոցի մասունքներ ունեն հայտնագործված, դրանք նույնպես մտցնել դրա տակ, թե չէ։ Սա ենթադրում է Հայաստանի Հանրապետության տարածքում մեր աշխատանքները, սա վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությանը եւ այդ ուղղությամբ կարողությունների զարգացմանը, գործընկերության ամրապնդմանը, այնպես որ ձեր հարցը տեղին չի, շնորհակալություն։ Մի հարց է, Թուրքիան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին փախլավան իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչելու համար, բայց մենք ունենք նաեւ մեր այսպես կոչված Քյավառա փախլավա, ասեմ, չգիտեմ, այսինքն մեր մշակութային մասը է, մենք ինչ քայլեր ենք ձեռնարկում, որ այդ վիճելի բաների հարցում գոնե առաջ ենք։ Մշակութային ժառանգությունը շատ բազմազան ու բազմաշերտ է եւ իրականում եթե խոհանոցի մասին ենք խոսում, մենք կարող ենք տեսնել, որ տարածաշրջանի տարբեր երկրներ տարբեր մոդիֆիկացիաներով ունեն բազմաթիվ կերակուրներ, որոնք եւ այս եւ այն խոհանոցում կարելի է հանդիպել եւ կարծում եմ, որ այդ մշակութային բազմազանությունը իրականում մեր բոլորիս հարստությունն է, որտեղ դա հնարավորություն է տալիս նաեւ մեր տարածաշրջանը ավելի լավ բացահայտել եւ այդ իմաստով կարծում եմ, որ մենք նաեւ վերջի տարիներին բավականին լուրջ քայլեր ենք ձեռնարկել, օրինակ ուտեստների ազգային ուտեստների շտեմարանի քարտեզագրման թվայնացման այս պահին արդեն ավելի քան 400 ուտեստ ամբողջ այս բաղադրատոմսերով հավաքագրված է, բոլոր տեղերից ներկայացված է, մենք ակտիվորեն առաջ ենք մղում նաեւ մեր ռեստորանային ցանցերում այս ճաշատեսակների ընդգրկմանը, որովհետև կարևոր է, որ այդ մշակութային ժառանգությունը ոչ միայն պատմական լինի, այլ նաև լինի մեր առօրեականության մաս եւ նաև մեր այսօրվա խոհանոցի մաս կազմի, պես որ ես այդ տեսանկյունից չեմ հարցերը դիտարկում, այլ հարցերը դիտարկում եմ ընդհանուր տարածաշրջանային մշակութային ժառանգության բազմազանության ուսումնասիրության եւ նաեւ դրա այդ բազմազանությունը պահպանելու, ապրեցնելու, նաեւ զարգացնելու տեսանկյունից։ Հետ չենք ընկնում, մենակ Թուրքիան տոլմայի սրճեփով սուրճի հարցում իրենք լավաշն են նույնիսկ գրանցել, չնայած մենք էլ ենք լավաշը գրանցել, բաստուրման ենք գրանցել, դուդուկը եւ մատների վրա հաշված բաներ, այսինքն մենք հետ չենք շատ ակտիվացրել ենք աշխատանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր կառույցներում, թե նյութական, թե ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղությամբ եւ պետք է ձեզ ասեմ, որ մենք 24 թվականին առաջին անգամ նյութական մշակութային ժառանգության մասով 29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում հուշարձան ներգրավելու, ներկայացնելու այս նախաձեռնությամբ հանդես եկանք եւ նախորդ տարի դրան գումարվեցին եւս 2 հուշարձան, ոչ նյութական մշակութային ժառանգության մասով նույնպես շատ ակտիվ աշխատում ենք եւ պետք է ասեմ, որ բոլորովին վերջերս նախարարությունում կառուցվածքային փոփոխությամբ առանձնացրել ենք ոչ նյութական մշակութային ժառանգության բաժինը, որպեսզի դա նաեւ օրակարգային կարևոր հարց դառնա ու կարող եք նայել նաեւ կառավարության վերջին մի քանի տարիների որոշումները, թե ցանկը մեր ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ ներառված արժեքների անգամներով ավելացել է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում նույնպես հայտերը ներկայացվում են, ուղղակի որպեսզի ձեզ պարզ դառնա այդ աշխատանքի ծավալը, դրանք մի քանի տարվա գիտական, հետազոտական աշխատանքներ են, հավաքագրվող տեղեկատվություն, հրապարակվող հոդվածներ, որոնք այնուհետև ծառայում են հայտի համար որպես հիմք, եւ դրանից հետո հայտը նախապատրաստվում է։ Մենք արդեն մի քանի տարի է բյուջեի մեջ ունենք առանձին ծրագիր, որով ֆինանսավորում ենք այս աշխատանքները եւ ծավալները իհարկե շատ մեծ են, բայց դա դարձել է մեր ամենօրյա աշխատանքը եւ առաջիկայում էլ կլինեն նոր հայտեր։ Փախլավայի համար պիտի պայքարենք, թե չէ։ Ես կարծում եմ փախլավայի համար պայքարելը այսպես դա շատ այսպես ռետորական հարց եմ դիտում, որովհետև փախլավան մեր խոհանոցում ունի իր կայուն տեղը եւ երբ որ դուք գնում եք Գավառ, ձեզ հյուրասիրում են փախլավա, որը կարծում եմ աննման համ ունի եւ կարծում եմ, որ մեր բոլորիս նպատակը պետք է լինի զարգացնել, խթանել այդ մշակույթը եւ դա դարձնել նաեւ մեր տնտեսության մաս, ինչն էլ տեղի է ունենում։
եւ իմանալ նաեւ այն պատմական շերտերը, ինչպես են մարդիկ պատրաստել, ինչ առանձնահատկություններ կան, նաեւ այդ կարևոր առանձնահատկությունները կրթության մաս դարձնելու եւ պետք է ձեզ հիշեցնեմ, որ մենք ընդամենը թերևս 1 ամիս առաջ հուշագիր ստորագրեցինք, որի համաձայն մեր քոլեջներում, որտեղ կա խոհարարության դասընթաց, ազգային խոհանոցը որպես առանձին դասընթաց կներառվի, որպեսզի մենք մեր խոհարարություն սովորող մասնագետներին այս գիտելիքը առանձին ուսուցանենք։